Բայց իսկականից են քանդում, այս տարվա մեջ են քանդելու։ Տուն պետք է տան նոր քանդեն, թե ոնց։ Բազմաթիվ են հարցերը Երևանի Նորագյուղ թաղամասի բնակիչների մոտ։ Նրանք համացանցից են իմացել, որ իրենց տները շուտով հողին են հավասարեցվելու։ Փոխարենը մինչև 70 հարկանի երկնաքերեր են կառուցվելու։ Չեմ հավատում։ 70 հարկանի շենքեր Դուբայում են մենակ լինում։ Կառավարությունը հունվարի 29-ին որոշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին արտոնել Նորագյուղի տները պետության անունից օտարելու գործընթաց սկսել։ Ճիշտ եմ հասկանում, որ խոսքը Նորագյուղ բոլորիս հայտնի Նորագյուղ թաղամասի տարածքում, այսինքն բնակիչներից գնելը տարածքները եւ այդտեղ ներդրումային ծրագիր, այսինքն թաղամաս կառուցելու մասին է։ Շուրջ 84 հեկտարի վրա նախատեսվում է հիմնել Երևան Downtown բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոն։ Տարածքում նախատեսվում է 155 շենք կառուցել 65,000 բնակչի համար։ Ենթադրվում է, որ գործընթացը 10 տարի կտևի եւ դրանով կլուծվի նաեւ Նորագյուղի հողաշենք տներում ապրողների խնդիրը, ասել էր Ավինյանը։ Factor TV-ին հանդիպած նորագյուղցիների մի մասը դեմ է, որ իրենց տները քանդվեն, իսկ կողմ արտահայտվողները դեռևս չպարզաբանված հարցեր ունեն իրենց տրվելիք փոխհատուցումների վերաբերյալ։ Այստեղ ենք ապրում, ոչ մեկ էլ երևի համաձայն չլինի քանդելուն, ապեր։ Մեծ մասը 60-70%-ը հաստատ համաձայն չի լինելու։ Դե փոխհատուցումն ոնց կտան, էլի պետք է կարգի տան։ Այս թաղամասում ապրել մեծացել են, ասենք, ինչ արժանապատիվ, հենց տեղում կտան, թող տան իմ տեղում, իմ չափով, իմ տունը տան, ես ուրիշ բան չեմ ուզում։ Եթե սկան մարդուն կուզեք հանեք ու չտեղավորեք, անիմաստ է ծրագիրը։ Եթե գումարը կենտրոնի գներով տան, համաձայն ենք։ Եթե կենտրոն համայնքում է մեր թաղամասը գտնվում, կենտրոնը քանդում են, կենտրոնի շուկայական գնով պետք է մեզ վճարեն։ Թե չէ ոչ ոքի չի համա, կապ չունի իմ տունը հողաշենա, թե քարաշենա, թե ինչ է։ Իհարկե վատ կարծիք ունեմ, այս տունը տեսնում եք, այսքան նկարել են, այս երևի 10 օր նկարեցին, դրանց դեմը նկարում էին, բայց տունը չէին նկարում։ Պատճառը իջներ, ես այտենց է չհասկացա։ Սա, ասենք, մի քիչ այն վատ որակի սարքած հին շինություններն էին նկարում, այս տունը չէին նկարում։ Ես չեմ էլ ուզում քանդեն, իմ հայացի, իմ եղածը, ոչ էլ այդ հենը սարքում են շենք, ընդեք քանդեն, են այս չորսած շենք են սարքում։ Նորագյուղցիներն ասում են, որ թաղամասը քանդելու եւ փոխհատուցման չափի շուրջ բանակցելու հարցում ոչ ոք իրենց չի այցելել ու որևէ քննարկում չի կազմակերպվել։ Ինչ քաղաքապետարանի մասին է խոսքը, քաղաքապետը քաղաքացիների հետ ընդունելության օր չունի։ Ում համար է աշխատում, ինձ շատ հետաքրքիր է։ Քանդում են, թող քանդեն։ Մենք ինչ կարծեիք, 100 տարի քանդում են, բայց չենք էլ հավատում։ Կարծում եք, որ կտան նորմալ փոխհատուցում։ Չգիտեմ, ոչ եկել են, ոչ խոսացել են, ոչ ասել են։ Ասում են Երանից քանդում են դրա համար։ Լսել եք, որ քանդում են արդեն։ Հա, դե հեռախոսի մեջ էլ ենք նայել, Ավինյանը խոսած, Նիկոլը խոսած։ Թեև բնակիչների հետ հանդիպում չի եղել, սակայն Տիգրան Ավինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ կտրամադրվի փոխհատուցում բնակարանների շուկայական արժեքի եւ հավելյալ 30%-ի չափով։ Չէ որ չուզեն, պետք է քանդեն, ոնց որ կենտրոնում քանդրին, ով ուզեց վերցեց լավ բրծավ, ով չուզեց տփելով հանին, փող չտվին, հենց տվին փողը գվերցեմ կեցամ։ Կեցամ գյուղը իմ մարդունը կսարքեմ կմնա։ Ես կողմ եմ պայքարին, այդպիսի դեպքերում, եթե իրենք հանկարծ առանց մեր կարծիքը հաշվի առնելով թաղամասի նկատի ունենա, մենք կպայքարենք։ Փոխհատուցումը ես համոզված եմ, որ մեզ կխաբեն։ Այսօր այնպիսի գներ են կենտրոնում, չեմ կարծում, թե նրանք այդ գներով մեզ կփոխհատուցեն։ Եթե պահանջները բավարար, եթե չբավարարվի, Ինչ կանեք։ Դուրս չեն գնիշ պետք է անենք։ Если սային պողոտան չի, ոչ Քոչարյանի ժամանակն է, որ կանցեցելով անեն, չեն կարող։ Անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալությունների հրապարակումների համաձայն Նորագյուղում այս պահին տների 1 քառակուսի մետրի արժեքը տատանվում է 480-ից 800 հազար դրամի սահմաններում։